Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես քաղաքականության մեջ գործում է ոսկե կանոն։ Դաշտը անպայման պետք է հագեցած լինի օրակարգով։ Եվ երբ ընդդիմություն, իշխանություն թևերից որևէ մեկը չի առաջադրում օրակարգ, ապա անպայմանորեն նրա փոխարեն դա անում է մյուս թևը։ Եվ ամենևին արդեն կարևոր չէ կեղծ օրակարգ է, թե իրական օրակարգ է, դրանք ընդամենը պիտակներ են, որոնք որևէ մեկին չեն հետաքրքրում։ Կարևորը դաշտի հագեցվածությունն է օրակարգով եւ այն քաղաքական ուժը, ում կհաջողվի օրակարգ թելադրել, նա էլ թերևս կարձանագրի հաջողությունը։ Եվ ամենայն հավանականությամբ հենց դրանով են պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ուտելու գործընթացների նկարահանումները։ Պերաշկուց անցումը կուկուրուզի, այնուհետև սուջուխի, հետո խնձորի, հետո լավաշի, հետո թթու լավաշի, վերջերս նաև ինչ-որ ապուր էր ուտում։ Նա այդ ուտելու պրոցեսների հրամցմամբ երկու հարց է լուծում։ Առաջինը գեներացնում է օրակարգ, դաշտը լցնում է, այսպես ասած, լրահոսը լցնում է իրենով, երկրորդը ազդակ է ուղարկում քաղաքացիներին, որ ես ձեզնից մեկն եմ։ Դուք նույնպես պերաշկի եք ուտում, ես էլ եմ պերաշկի ուտում։ Այ դուք այս օրերին կարող եք ապուր ուտել, ես էլ ահա նայեք ձեր նման հավասար ապուր եմ ուտում։ Անդրադառնանք մեկ այլ կարևոր թեմայի, թերևս ավելի կարևոր, քան Նիկոլ Փաշինյանի ուտելու պրոցեսն է։ Ընտրություններին մնացել է ընդամենը 2 ամիս, եւ այն հռետորաբանությունը, որը վերցրել է ընդդիմությունը, այն է Նիկոլ Փաշինյանին պարտադիր հեռացնելը, ենթադրում է, որ այս օրերին ընդդիմությունը պետք է օրնիբուն աշխատեր, ընդ որում աշխատեր այնպիսի ջանասիրությամբ, այնպիսի փութաջանությամբ օրակարգ պարտադրեր իշխանություններին, որ իշխանությունները հայտնվեին պաշտպանվողի ու այդ օրակարգի հետևից գնացողի դերում։ Սակայն ցավալիորեն մենք տեսնում ենք հակառակը։ Այն, ինչ պետք է աներ ընդդիմությունը, անում է Նիկոլ Փաշինյանը։ Մինչ ընդդիմությունը զբաղված է ընտրությունների շեշտում եմ ընդամենը 2 ամիս առաջ, զբաղված է դեռևս կոնսուլտացիաներով, ինչ-որ պանելային քննարկումներով եւ այլն, իշխանությունը թակում է քաղաքացու դուռը։ Իշխանությունը գնում է քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, բնակավայր առ բնակավայր, մտնում է յուրաքանչյուր քաղաքացու տուն, երբ նրան ներողություն դռնից, սկզբից դռնից են, չէ՞, տուն մտնում, երբ նրան դռնից հանում են դուրս, Նիկոլ Փաշինյանը պատուհանից է ներս մտնում, եւ այդ ամենը անում է այնպիսի համառությամբ, որ դրանից հետո ուր էլ գնա ընդդիմությունը, արդեն այդտեղով անցած կլինի Նիկոլ Փաշինյանի շունչը։ Սխալվում են բոլոր նրանք, որոնք կարծում են, որ այդ ամենը իր ազդեցությունը չի թողնելու, ովքեր այդպես են մտածում, կամ զբաղվում են ինքնախաբեությամբ, կամ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։ Պատկերացրեք ահա նման մի իրավիճակ։ Օրինակ, օրերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գորիս։ Եվ պատկերացրեք քաղաքացին, որը տանը նստած էր ու մինչ այդ երբեմնի ընդդիմադիր Արուշ Արուշանյանից բացի որևէ մեկ այլ պաշտոնյայի չէր տեսել, հանկարծ իր տուն է ներխուժում Նիկոլ Փաշինյանը։ Ու էլի եմ շեշտում, ներխուժում է այնպիսի համառությամբ, որ եթե նրան դռնից հանեն դուրս, ապա պատուհանից ներս կմտնի։ Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այդ ամենը մթնոլորտ է փոխում։ Եթե նույնիսկ այդ մարդը 5 րոպե առաջ հայհոյում էր Նիկոլ Փաշինյանին, ապա տան դուռը բախելուց եւ իր դռան շեմին Նիկոլի կերպարանքը հայտնվելուց հետո միանշանակ նրա մոտ ինչ որ մի բան կփոխվի։ Առավել եւս, որ դրանից առաջ դեռևս Նիկոլից բացի որևէ մեկին իր տան դռան դիմաց չի տեսել։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։
Կարելի է բալիկի մի հատ նվիրեմ սրանից։ Ինչ անունը ճուտո։ Հա? Լավ եք, ոնց եք։ Լավ ենք, մերսի։ Այս որերորդ բալիկն ա ձեր։ Երրորդ։ Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում ա ձեզ։ Գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք։ Ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեր ձերքը սեղմ է, ձեր ձերքը սեղմ է։ Հա, ոչինչ։ Մի հատ ձեզ մեր բանից բան մագնիս չկա։ Այս մագնիսից ձեզ նվիրեմ, Հայաստանի քարտեզն է, լավ եք։ Թոշակ ստանում եք։ Հա, Գիտեք, որ ավելացել է։ գիտեմ։ Հարգելի ընդդիմություն, եթե ուզում եք հասնել հաջողության, ապա պետք է աշխատեք ահա այդպիսի փութաջանությամբ, այդպիսի եռանդով, պետք է այցելեք յուրաքանչյուր քաղաք, ընդ որում ոչ թե պետք է այդ քաղաքներում պարզապես ինչ-որ հանրահավաք անեք, այլ պետք է բախեք մարդկանց դռները, հատկապես այդ չպետք է անեն ձեր քաղաքական միավորների երիտ թևերի ներկայացուցիչները ինչ-որ ոչինչ չասող բուկլետներով, բուկլետների դարաշրջանը հավատացեք վաղուց արդեն անցել է, դա պետք է անեք դուք, ընդդիմության առաջնորդներ, դուք պետք է թակեք յուրաքանչյուր քաղաքացու դուռը, քաղաքացին ձեզ պետք է տեսնի իր դռան դիմաց կանգնած, կանեք այդ, կհասնեք հաջողության, չեք անի, ցավոք մենք հերթական անգամ ականատես կլինենք Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը, ու ոչ թե այն պատճառով, որ այս հանրությունը սիրում է Նիկոլ Փաշինյանին, ոչ, չի սիրում, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն հայտ ներկայացրած մի շարք ուժերի աշխատում է անմիջապես քաղաքացու հետ, աշխատում է ոչ թե եթերով, աշխատում է ոչ թե հայտարարություններով, հարցազրույցներով կամ ասուլիսներով, այլ աշխատում է ուղիղ քաղաքացու հետ շփմամբ։ Քաղաքականությունը Պլատոնի բնութագրմամբ գեղեցիկ ստեղծագործություն է եւ ներկայացում։ Այլ խոսքով ասած, քաղաքականությունը գործ է եւ ոչ թե խոսք։ Եթե ընդդիմությունը իրոք ցանկանում է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա չպետք է բավարարվի միայն այն համոզմամբ, իբր Նիկոլ Փաշինյանին արդեն հեռացրել է եւ սպասում է միայն որպեսի հունիսի 7-ին արձանագրի այդ փաստը։ Նիկոլ Փաշինյանին հեռացնում են գործով, այլ ոչ թե խոսքով։ Խոսքը ընդամենը քաղաքականության գործիքակազմից մեկն է։ Ես բազմիցս եմ շեշտել իմ հաղորդումներում եւ հոդվածներում, որ հաճախ մեր քաղաքական գործիչները քաղաքական գործունեությունը նույնացնում են միայն խոսքի հետ։ Այնինչ խոսքը ընդամենը այդ գործունեության բաղադրիչներից մեկն է։ Եթե մարդը միայն բավարարվում է խոսքով, ապա թերևս թևակողում է արդեն քաղաքագիտական տիրույթ, որովհետև շեշտում եմ, քաղաքականությունը առաջին հերթին գործ է, եւ մնացյալը լինեն հարցազրույցներ, հայտարարություններ, մամուլի ասուլիսներ եւ այլն, այդ ամենը ընդամենը լրացնում են բուն գործը, լրացնում են քայլերը, օգնում են քաղաքական գործունեությանը, որքան էլ մարդու խոսքը գեղեցիկ հնչի եթերում, այնուամենայնիվ չի կարող փոխարինել այն իրավիճակին, երբ քաղաքացին այդ խոսողին տեսնում է ուղիղ իր դռան դիմաց կանգնած եւ ուղիղ շփման մեջ է մտնում այն մարդու հետ, որին մինչ այդ տեսնում էր եթերում խոսալից։ Հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանը ցավալիորեն այս ամենը շատ լավ հասկանում է։ Ինչու ցավալիորեն, որովհետև հասկանալով հանդերձ նա այդ ամենը օգտագործում է իշահ իր իշխանության պահպանման եւ ի դժբախտություն պետության եւ հասարակության։ Հասկանում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ քաղաքականությանը առնչվել է ոչ թե իր աշխատասենյակից, որովհետև նա որպես այդպիսին աշխատասենյակ չի էլ ունեցել, այլ քաղաքականությանը առնչվել է փողոցում։ Նա իր քաղաքական կենսագրությունը գրել է
հենց փողոցում։ Հետևաբար այսօր շատ լավ է հասկանում, թե մտնելով տներ ում ինչ պետք է ասի։ Նա շատ լավ է հասկանում, թե իրենից ինչ են ուզում լսեն, եւ հենց այդ պահին նա մանիպուլացնում է իր խոսքը, եթե նույնիսկ 1 օր առաջ ասել էր դրա լրիվ հակառակը, մանիպուլացնում է իր խոսքը եւ քաղաքացու ականջին հաճելի բաներ ասում։ Որպես օրինակ բերենք թեկուզ այն հանգամանքը, որ դեռևս 1 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք թոշակները չենք բարձրացնի, որովհետեւ մեր թոշակառուները չեն իմանա, թե ինչ անեն այդ գումարները։ Իհարկե, նման հայտարարությունը վիրավորանք է հայ հանրության հասցեին նետված։ Մեր առաջին հերթին մեր թոշակառուների երեսին նետված, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի մեր թոշակառուները այնքան տագետ են, որ չեն իմանա, թե ինչ անեն այն ողորմելի կոպեկները, որոնցով նա փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել։ Լսողը կարող էր կարծել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ միլիոններ է առաջարկում թոշակառուներին, հետևաբար վերջիններս չեն իմանա, թե ինչ բիզնեսում դրանք ներդնեն։ Այնինչ խոսքը ընդամենը առավելագույնը 10,000 դրամի մասին է։ Շեշտում եմ առավելագույնը, որովհետև ըստ տնտեսագետների հաշվարկների, ես ցավոք տնտեսագետ չեմ կարող ստույգ թվեր ասել, ոչ բոլորի թոշակներն են բարձրանում 10,000 դրամով։ Սակայն այսօր Նիկոլ Փաշինյանը այցելելով մարդկանց տներ, այդ 10,000 դրամ թոշակի բարձրացումը սարքել է իր քարոզչության գլխավոր խաղաքարտերից մեկը։ Այսինքն նա հանդիպելով թոշակառուներին ուղիղ նրանց երեսով է տալիս այդ թոշակների բարձրացումը։ Ավելի շուտ քողարկված տեսքով ասում է ես ձեզ տվել եմ 10,000 դրամ եւ դրա դիմաց ձեզանից ակնկալում եմ ձեր քվեն։ Դա հարգելի հետևորդներ, ընտրակաշառք է։ Ես էլ եմ շեշտում, ուրախ եմ իհարկե մեր թոշակառուների համար։ Ես ուրախ կլինեմ, որ նրանց թոշակները բարձրանան ոչ թե 10, 20, 30,000 դրամով, այլ շատ ավելի շատ, որպեսզի մեր թոշակառուները ապրեն իրոք բարեկեցիկ կյանքով։ Իրենց կյանքը ապրեն արժանապատիվ, չունենան որևէ բանի կարիք։ Սակայն ստորություն է, երբ դու 1 ամիս առաջ հայտարարում ես, որ մեր թոշակառուները չեն իմանա, թե այդ գումարները ինչ անեն, եւ ընդամենը 1 ամիս հետո, որքան մոտենում է ընտրությունների օրը, այդքան դու այցելում ես մարդկանց տներ ու ուղղակի նրանց երեսով է շպրտում այդ բարձրացված մի քանի կոպեկները։ Կնայենք ըստ հնարավորության։ Հիմա տեսեք, հիմա դրա փոխարեն մենք ձեր թոշակները ավելացնում ենք եւ ինչքան եք ստանալ, ինչքան փող եք ունեցել բանի բանկում։ Սովետի բախտ 2000, 3000։ Դրա պետք է ստանալից պետք է դրա տեղը մի 200,000 դրամ պետք է չստանա։ Հա։ 200,000 դրամ, այնա այս տարի մենակ այս թոշակի ավելացմամբ, այնա 200,000 ստանում եք, էլի անկանխիկն էլ հետը։ Ես էլ ձեզ նվիրեմ։ Ձեր թոշակն էլ ավելացել։ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպումների ժամանակ իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես պահում է իրեն տվյալ պահի իր հետ հանդիպած քաղաքացին։ Եթե այդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դիմում է ջերմ, Նիկոլ Փաշինյանը նրան դիմում է եղբայրով։ Եթե այդ քաղաքացին տվյալ պահին վրդովվում է, Նիկոլ Փաշինյանը նույնպես վրդովվում է, ձայնն է բարձրացնում, մուննաթ է գալիս։ Հարգելի հետևորդներ, դա PR տեխնոլոգիա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը դրանով ցույց է տալիս, որ ես մեկն եմ ձեզանից, սակայն այդ ձեզանից մեկը կործանում է հայոց պետականությունը, ինչպես կործանեց Արցախը, կործանեց 5,000 կյանք, եւ այսօր անամոթաբար գալիս է մարդկանց դռները եւ ասում է ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Այսինքն մի մարդ խոսում է խաղաղությունից, ով դեռևս մի քանի տարի առաջ պատերազմ բերեց Հայաստանին։ Մի մարդ է խոսում խաղաղությունից, ով 5,000 կյանք կործանեց։ Այսինքն պատերազմ բերող քաղաքական ուժը, պատերազմ բերող Նիկոլ Փաշինյանը այսօր մարդկանց հետ հանդիպելուց խոսում է խաղաղությունից։ Սակայն հիմա խնդիրը դա չէ, այսինքն մեր քննարկվելիք թեման դա չէ։ Մեր քննարկվելիք թեման այն է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ չի անում ընդդիմությունը։ Հարգելի ընդդիմություն, դուք պետք է այսօր իսկ արդեն ճանապարհվեք մարզեր։
Այսօր իսկ մտնեք մարդկանց տներ, այսօր իսկ բախեք յուրաքանչյուր տան դուռ, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագայում, եթե ձեզանից որևէ մեկին դռնից դուրս կհանեն, դուք պետք է պատուհանից ներս մտնեք, դուք պետք է այդպես համառությամբ աշխատեք, որպեսզի հաջողություն գրանցեք, վաղուց արդեն անցել է դահլիճային ընդդիմության դարաշրջանը, վաղուց արդեն անցել է եթերով քաղաքացիներին դիմելու դարաշրջանը, վաղուց արդեն անցել է բուկլետների դարաշրջանը։ Հիմա հարգելիներս այս ընտրությամբ ոչ միայն Հայաստանի գոյութենական խնդիր է լուծվում, թե ինչպիսին կլինի ընտրություններից հետո Հայաստանը կամ ինչպիսի Հայաստան կլինի, այլ նաև ջրբաժան է քաշվում հին ու նոր քաղաքականության միջև։ Հաջորդ ընտրություններին այլևս նոր գործիքակազմով են մոտենալու մարդիկ ընտրություններին, քաղաքական ուժերը ընտրություններին, քաղաքացիները արդեն սովորում են ու նույնպես եկեք անկեղծ խոստովանենք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որ ընդդիմադիր գործիչներին ու առհասարակ այն քաղաքական միավորներին, որոնք ակնկալում են քաղաքացիների ձայնը, պետք է տեսնեն իրենց դռների առջև կանգնած։ Կոստյում գալստուկների, այսպես ճակերտավոր ասած, կոստյում գալստուկների դարաշրջանը վաղուց արդեն մնում է անցյալում։ Աշխատասենյակներից քաղաքացիներին դիմելու այդ մեթոդաբանությունը մնում է անցյալում։ Հետևաբար, այս ամենից ընդդիմությունը պետք է անի հստակ հետևություններ։ Կամ ինտեգրվում է նոր մեթոդաբանությանը, նոր ժամանակներին, կամ ժամանակի ընթացքում, եթե Աստված մի արասցե Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրվել, ապա այսօրվա հայտ ներկայացրած ուժերի ճնշող մեծամասնությունը պարզապես դուրս կմնան քաղաքական թաթերաբեմից ու դուրս կմնան ընդմիշտ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ